իշխանության լեկտիության ու սանդարձակության միակ մեղավորը թույլ ու անողնաշար ընդդիմությունն է։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա պահվածքի մեջ մեղավոր փնտրեք ու գտեք ձեզ։ Եթե դուք ուժեղ լինեիք, եթե դուք ազդեցիկ լինեիք, եթե դուք հզոր լինեիք, եթե դուք այնպիսի քաղաքականություն վարեիք, որ իշխանությունը զգաստանար, իշխանությունը զգաս լիներ, իշխանությունը զգար ձեր շունչը, իշխանությունը ձեզնից վախենար, այո, ցանկացած իշխանություն պետք է իր ընդդիմադրից նաև վախ ունենա։ Լա, ես ոչ թե ինչ-որ սարսափելու կամ չգիտեմ ինչ անելու գազան չէ ընդդիմությունը, որ պետք է լինի, այլ իր ազդեցությունությամբ ինքը պետք է կարողանա կաշկանդի իշխանությանը։ Եթե դուք ձեր տեղում լինեիք, եթե դուք հնարավորինս անխոցելի լինեիք, եթե դուք իսկապես կարողանայիք վերջի 3-4 տարիների ընթացքում այնպիսի խորքային ընդդիմադիր գործունեություն ծավալեիք, որ իշխանությունը ասելիք չունենար, իշխանությունը ուղղակի կարկամած լիներ, իշխանության լեզուն այսքան երկար չէր լինի, Նիկոլ Փաշինյանն էլ այսպես չէր խոսի։ Ընդ որում, երբ որ Նիկոլ Փաշինյանը այսպիսի բառամթերք է օգտագործում, ես համաձայն եմ, նա ընդամենը չի հարգում մեր ժողովրդին։ Մեր ժողովրդին հարգող պետական գործիչը այսպիսի բառամթերք չի օգտագործի հրապարակավ։ Ընդ որում, ես արդեն գնալով համոզում եմ, որ վերջի տարիներին այս կռիհկաբանությունը ձեր հովանավորությամբ դարձավ մեր քաղաքական մշակույթի անբաժանելի մասը։ Դուք եք բերել Նիկոլ մեր իրականությունը, այս կռիհկաբանությունը դուք եք բերել։ Ինձ համար այլևս արդեն պարզ է, թե դուք ինչ քաղաքական պրոյեկտներ եք մոդելավորել դեր շրջանառության